Պատրաստ ենք բոլորս։ Բարև ձեզ, հարգելի գործընկերներ, շնորհակալություն այս ուշ ժամին լուսաբանման մեր հրավերը ընդունելու համար։ Քիչ առաջ ավարտվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի նիստը, որտեղ ընդունվել է հետևյալ հայտարարությունը, որը ներկայացնում եմ ձեզ։ Հայաստանի Հանրապետական Կուսակցության գործադիր մարմնի հայտարարություն։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը խորապես մտահոգված է վերջին շրջանում մեր երկրում արձանագրվող բացասական զարգացումների նոր դրսևորումներով։ Հայաստանի այս առաքելական Սուրբ եկեղեցու նկատմամբ չդադարող հակասահմանադրական հարձակումները, աշխարհաքաղաքական միջավայրի շարունակվող վատթարացումը եւ այդ իրավիճակում Հայաստանի Հանրապետության գործող կառավարիչների անհամարժեք վարքագիծը առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախաշեմին վարչական ռեսուրսների բարձրահայտ չարաշահումը, ինչպես նաև ժողովրդավարական ինստիտուտների համակարգային քայքայումը ուղղակի վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության եւ սահմանադրական կարգի համար։ Մենք հստակ հայտարարում ենք, եթե առկա միտումները շարունակվեն, ապա 2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրությունները չեն կարող ճանաչվել ազատ, արդար եւ ժողովրդավարական։ Դրանք ռիսկ են պարունակում դառնալու հերթական ձևականություն, որի միջոցով արտաքին խաղացողները կփորձեն լեգիտիմացնել հակաժողովրդական եւ հակապետական վարքագիծ դրսևորած ռեժիմին։ Կարևորելով գալիք հերթական ընտրական գործընթացների վերահսկողության եւ քաղաքացիների բարձր մասնակցության ապահովման անհրաժեշտությունը, միաժամանակ վերահաստատում ենք, որ գործող իշխանության հեռացումը իրավական ճանապարհով այսօր ազգային անհրաժեշտություն է հայկական պետականության վերջնական փլուզումը կանխելու համար։ Ելնելով դրանից, Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը կոչ է անում բոլոր ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական հասարակությանը եւ յուրաքանչյուր քաղաքացու վեր կանգնել կուսակցական եւ խմբային նեղ շահերից եւ միավորվել իմպիչմենտի սահմանադրական գործիքակազմի շուրջ։ Հիմք ընդունելով խորհրդարանական ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանի մեզ ուղղված դիմումը, մենք հայտարարում ենք քաղաքական երկխոսություն եւ կոնսուլտացիաներ մեկնարկելու մեր նախաձեռնության մասին։ Մենք բաց ենք բոլոր այն ուժերի համար, որոնք պատրաստ են համատեղ ջանքերով ձևավորել անցումային կառավարություն, ներառյալ համաձայնություն նոր միասնական վարչապետի թեկնածուի շուրջ, որը կկարողանա վերականգնել ժողովրդավարական արժեքները, ապահովել իսկապես ազատ ընտրություններ եւ կասեցնել ներկայից ոչինչ նիշխան արտաքին քաղաքականությունը։ Հայաստանի ապագան չի կարող կախված մնալ այն ռեժիմից, որը ոտնահարում է սեփական պատմությունն ու հավատը, լքում է օտար գերության մեջ հայտնված իր զավակներին, հարվածում է երկրի անվտանգությանը եւ վախենում է սեփական ժողովրդի կամարտահայտումից։ Միասնության եւ վճռական գործողությունների ժամանակը հիմա է։ Սա գործադիր մարմնի հայտարարությունն է, իսկ հիմա սիրով կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին։ Խնդրեմ։ Արդյոք կոնսոլիդացիա ասելով ինչ նկատի ունեք, իմպիչմենտի գործընթացը այլ ձևաչափով շարունակելը ինչ ելույթ ենթադրում, թեկնածուի փոփոխության հարցի մասով ասացիք, որ պատրաստ եք քննարկել, օրինակ եթե Ռոբերտ Քոչարյանը լինի վարչապետի միասնական թեկնածու, ինչ դիրքորոշում կունենա Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը եւ չի բացառակ փողոցային պայքարը երբ դա սկսվելու։ Եթե դուք դակ վերջից գտնեմ։ Իմպիչմենտի գործընթացը առանց փողոցային պայքարի տեղի ունենալ չի կարող։ Հայաստանյան իրականությունների պարագայում ըստ սահմանման։ Ուստի իմ ընկալման մեջ իմպիչմենտը նույնական է, հավասարազոր է փողոցային պայքարին։ Իմ համար շատ զարմանալի կլինի, եթե լինի փոքրիշատ է ազդեցիկ ընդդիմադիր քաղաքական ուժ, որը դեմ արտահայտվի փողոցային պայքարին։ Հետ գալով թեկնածուի հարցին։ Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը այս հայտարարության մեջ եւս մեկ անգամ ընդգծում է, որ մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած թեկնածություն։ Այս գործընթացը միասնության մասին
այդ քննարկումները եւ կոնսուլտացիաները առնվազն հանրապետականի կողմից լինելու են մեկ հարցի շուրջ՝ իշխանափոխության։ Քննարկման ուրիշ օրակարգ մեր կողմից չկա։ Այնպես որ կարծում եմ ավելի պարզ ներկայացված, ավելի հստակ ներկայացված ծրագիր այս պահին չկա։ Առաջին հարցը, որ հիշեցնեք, ներողություն եմ խնդրում։ Իմպիչմենտի Հա, գործընթացը խոսքը վերաբերվում է թե փողոցային պայքարի եւ թե մյուս բոլոր բաղադրիչների առաջարկվող ցանկացած տարբերակի քննարկում։ Մենք առաջարկում ենք այս օրակարգը։ Այս օրակարգը վեր է եւ զուրկ է ցանկացած խմբային կուսակցական անձնական ամբիցիայից։ Եվ ակնկալում ենք նույնը մեր գործընկերներից։ Եթե հարցը վերաբերվում էր թե ինչպիսի պատկերացումներ մենք ունենք մեր սեփական պատկերացումները փողոցային պայքարից։ Նշեմ նաև, որ հանրապետական կուսակցության համար փողոցային պայքարը չի էլ դադարել, եթե նկատեք մեր ուսանողական, երիտասարդական կազմակերպության անդամները, կուսակցականները ավելի ավագ, անդադար ներգրավված են տարբեր տեսակի ակցիաների մեջ։ Պատճառը, որով ես չեմ կարող հիմա ներկայացնել քայլ առ քայլ գործողությունները, պատճառները մի քանիսն են։ Առաջին, որովհետև դրանց հանրայնացումից նրանց արդյունավետությունը կնվազի, երկրորդ, մենք ունենք պատկերացումներ, թե ինչպես դա իրականացնել մեր ուժերով, ինչպես դա իրականացնել, եթե լինի ավելի լայն կոնսոլիդացիա, ավելի։ Եվ ամենակարևորը, քննարկումները դրա համար ենք հայտարարում։ Գուցե լինեն առաջարկներ, որոնք ավելի ուժեղացնեն, ավելի արդյունավետ կարողանան դարձնել այդ պայքարը։ Սա հնարավորություն է մեր քաղաքացիներին ցույց տալու, որ այն ինչ մենք ակնկալում ենք իրենցից, միասնություն, համախմբում, առաջին հերթին օրինակ ենք ծառայում մենք ինքներս քաղաքական ուժերը ու քաղաքական գործիչները։ Եկեք այս տրամաբանությամբ գնանք, եթե դեմ չեք։ Խնդրեմ։